Դեռևս 2000-ից 2001 թվականներին կազմավորված, երբեմնի ծայրամասային, իսկ հիմա էլիտար համարվող Ձոր 2 թաղամասը խնդիրների պակաս չունի։ Փոսառատ և փոշառատ փողոցներ, ջրագիծ, որին այդպես էլ Վեոլիա ջուրը տեր չկանգնեց, և էլեկտրականություն, որը բնակիչներն են քաշել։ Ամենաշատը փոսերն են խանգարում։ Պետք է փրկեր մյուս շինարարությունից քերած ասֆալտը, որը տեղ հասավ ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ, բազմաթիվ դիմումներից հետո։ Փոսերը փակվեցին, բայց շատ կարճ ժամանակով։ Ամսի 1-ն էր թե 2-ն էր, ամսի 1-ին 2-ին եկան 15 րոպեով, այդ փոսերը թեթև իրանց արևին վերանորոգեցին, դրանից հետո 3 օր հետո լավ սելավ անձրև եկավ, դա քշեց տարավ, այդ փոսերը դաժե ավելի մեծացան։ Ասում են մեծահարուստների թաղամաս է, շինարարությունն էլ եռում է, նոր տներ են սարքում, բայց չգիտեն, թե ինչերի միջով են անցել այստեղ լիարժեք ապրելու պայմաններ ստեղծելու համար։ Նույնիսկ ջրագիծն են իրենց հաշվին անցկացրել, ասում է թաղամասի առաջին բնակիչներից Գևորգ Պապիկը։ Առ այսօր մենք այդ գծերը, այդ կոմունիկացիաները, սպասարկումը, ամեն ինչը վթար կլինի, ինչ կլինի, բոլորը կատարվում է մեր միջոցներով։ Ասֆալտապատման հարցն էլ են բնակիչները փորձել իրենց անձնական միջոցներով լուծել, սակայն շինարարության, հատկապես ծանր մեքենաների հոսքի պատճառով ասֆալտը սկսեց քայքայվել։ Դիմել են և թաղապետարան, և քաղաքապետարան, սակայն անօգուտ։ Ասենք ջրագիծը եթե վթարի է ենթարկվում, մենք մեր ուժերով Վիոլան մոտիկ չի գալիս։ Ասում են դուք սեփական ձեր միջոցներով եք քաշել, դուք էլ պետք է վերանորոգեք։ Նույնը նաև էլեկտրականությունը, այսինքն ինչ էստեղ կատարվում է մեր միջոցներով, մեր ուժերով, հələ որ սարքվել ենք, ասենք վերանորոգում, հələ գալիս են ասում են ձեզ ով է թույլ տվել քանդեք, ջրագիծը վթարվել է, քանդում ենք, գալիս են ասում են բանը վթարը ով է թույլ տվել վերացնեք։ Այլ դուք եկեք վերացրեք։ Ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ են լցրել Ձոր 2 թաղամասի փոսերը, աղացած ասֆալտն են բերել, շաղ տվել։ Բնակիչները պատրաստ են որոշ մասն իրենք վճարել, միայն թե օժանդակեն թաղապետարանն ու քաղաքապետարանը, որպեսզի այս փոշին ու փոսերը վերանան իրենց շրջակայքից, թե չէ, ինչպես ասում են, բողոքական չեն։ Բողոքական չենք, էլի, ստեղի ժողովուրդը բողոքական չի։ Ուղղակի բանը, ինչ որ մի բանը օգնեն։ Այ հիմա այս ասֆալտը մենք ի վիճակի չենք, այսքան ասֆալտը նորից գոնե այդ փոսալցումները կատարվի, մենք շատ գոհ կլինենք, ասենց ասեմ, էլի։ Եվ Վիոլա ջրին, եթե հնարավոր է, ասենք, Վիոլան այս մեր սպասարկումը վերցներ իր բալանսին։ Ոնց որ իմ ավագընկեր իմ հարևանն ասեց, բողոքավոր չենք, պրոստը հարցը կայանում է նրանում, որ ստեղի գույքարկերը բավականի մեծ են, 1.800.000, 1.200.000, 1.300.000 Մի դայբոք, որ հանգարց չես վճարում դրանք, ընկնում ես լուրջ պրոբլեմների առաջ պետության հետ, այսինքն այդ գույքարկը չվճարելու դեպքում։ Բայց թե մարդիկ չկան, որ չեն վճարում։ Բոլորն է պարտաճանաչ ձևով վճարում են, հիմա մեր ասածն է, որ այս վիճակը կարգավորվի, էլի։ Սակայն մեկ է, զրուցակիցները սրտնեղում են, նույնիսկ հարևանի տուն հյուր գնալն է խնդիր։ Ոչ մեկի տունը չես կարող գնաս, ասենք լուսամուտները բացը լինի, մի կտոր հաց ուտեն կամ հյուր գնում են գալիս են։ Այս փոշին սաղ լցվում է բերանդ, այն կողմից սկսած, մինչև վերջ ու սկսած վերևից, կենտրոնական փողոցից, որ իջնում եք։ Շատ անտեր վիճակ է, տպավորությունը, թե քաղաքից դուրս լքված մի վայր է, ասում են բնակիչները։ Փոշու, անբարեկարգ փողոցների մեջ կորած։ Մեկը չէ, երկուսը չէ, բոլորն են նույն խնդրի առաջ կանգնած։ Պատուհան բացելը հանցագործություն է։ Հիմա լավ, ընդունենք այսքան տեղը շինարարությունն է։ Անդե շինարարություն չի, այս մեկը, այս կարմիր տունը որ կա, էլի մեր ընկերնա, մեր հարևանն է, լավ ազնվորություն է, չի կարում դուր լուսամուտ բացի, բացարձակապես չի լմ։ Մեր տունը, այն տունն է, էլի չենք կարող բացենք, չի ստացվի, էլի դա շոկ է, մի ամեն մարդ չունի կոնդիցիոներ։ Տունը 30 աստիճանին նստում ես, գրիլ ես դառնում, կլինի տենց բան, չի լինի։ Բնակիչները հույս ունեն, որ գոնե այս անգամ իրենց խոսքը տեղ կհասնի, թաղամասը վերջապես կսկսի շնչել, իսկ բնակիչները ապրել արդեն առանց տարիներ շարունակ անհանգստացնող խնդիրների։ Բնակիչների խնդրանքը ևս մեկ անգամ փոխանցեցինք թաղապետարան ու քաղաքապետարան, թե երբ պատասխան կստանանք, հայտնի չէ։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։